ես բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Բարեկամներ, այսօր մենք վերջապես կունենանք հաղթող ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք Ռոմոբումին, լսում եք, պարոն Ռոմոբում։ Հիմա կտեսեք, թե ով է լինելու այսօրվա մեր մասնակիցը։ Ուշադրություն, բաբա, բեբե, բարև ձեզ ձեր անունը։ Մոնիկա։ Մոնիկա, իսկ ազգանունը։ Սեյրանյան։ Մոնիկա Սեյրանյան, ձեր տարիքը 13 13 տարեկան, իսկ որ դպրոցում եւ որ դասարանում եք սովորում։ 139 միջնակարգ դպրոցում 8-ը դասանում։ 8-ը դասանում, դուք ունես դասընկեր կամ դասընկերուհիներ։ Բնականաբար։ Եկեք ողջունեք նրանց անունները։ Ողջունում եմ իմ դասանի բոլոր դասընկերներին։ Բոլորին։ Այո։ Ողջույն, մենք սափարում ենք բոլորը սափարություններ։ Գեցես Իսկ ասա տեսնեմ իմ թանկագին բարեկամ, դու կարողացար պատասխանել 3 հարցերին։ Այո։ Հիմա տեսնենք թե որոնք են եղել այդ հարցերը։ Պարոն Ռոմոբում, տվեք ձեր հարցերը։ Որ թվականին է ստորագրվել Թուրքմենչայի պայմանագիրը։ Ահա, որ թվականին է։ 1828 թվականին։ 1828 թվական։ Լսեցիք։ Ճիշտ է։ Ահա, իսկ երկրորդ հարցը։ Որն է Իռլանդիայի մայրաքաղաքը։ Որն է, հա։ Դուբլին։ Դուբլին, ծափարություններ է եւ երրորդ հարցը։ Ով է գրել մատնաչափի հեքիաթը։ Ով է գրել։ Հանս Քրիստիան Անդերսոնը։ Հանս Քրիստիան Անդերսոնը, ծափարություններ։ Դե ինչ իմ թանկագին բարեկամ, դու պատրաստ ես մեկնել տիեզերք։ Այո։ Քեզ սպասում է շատ հետաքրքիր ճանապարհորդություն։ Դե ինչ, չվախենաս, մենք բոլորս քեզ հետ ենք ծափարություններ եւս մեկ անգամ։ Դե ինչ, պատրաստ։ Բաբա, բեբե, Հաջողություն, ես այստեղ կսպասեմ քեզ, վերադարձի հաղթանակած։ Վերջապես, աղր, պետք է չէ, որ մենք հաղթենք Ռոմոբումին, ես կսպասեմ այստեղ։
Ողջույն։ Ինչպես ես։ Լավ։ Դու պատրաստ ես մասնակցելու իմ մրցույթին։ Այո։ Դե ինչ, ես քեզ մաղթում եմ հաջողություն, բացատրեմ խաղի կանոնները։ Դու պետք է անթերի պատասխանես իմ բոլոր 10 հարցերին, որպեսզի վաստակես գլխավոր մրցանակը։ Յուրաքանչյուր հարցի պատասխանի համար ունես ընդամենը 10 վայրկյան։ Պատրաստ ես։ Այո։ Դե սկսենք։ Հարց առաջին։ Ինչպես է կոչվում ճանապարհների հատման վայրը։ Ժամանակ։ Պատասխան։ Խաչմերուկ։ Հարց երկրորդ։ Որ երկրում է հայտնագործվել թղթի պատրաստման եղանակը։ Ժամանակ։ Պատասխան։ Չինաստան։ Հարց երրորդ։ Քանի հոդակապ ունի հայերենը։ Ժամանակ։ Պատասխան։ 2։ Հարց չորրորդ։ Որ միջատն է լսում ոտքերով։ Ժամանակ։ Պատասխան։ Չունեմ։ Հարց հինգերորդ։ Որ մայրցամաքի ափերն են ողողում բոլոր 4 օվկիանոսները։ Ժամանակ։ Պատասխան։ Եվրասիա։ Հարց վեցերորդ։ Քանի հոլով ունի գոյականը։ Ժամանակ։ Պատասխան։ 7։ Հարց յոթերորդ։ Հայկական որ քաղաքն է նախկինում կոչվել Ալեքսանդրապոլ։ Ժամանակ։ Պատասխան։ Գյումրին։ Հարց ութերորդ։ Ով էր հին հունական դիցարանի գլխավոր աստվածը։ Ժամանակ։ Պատասխան։ Ձևսը։ Հարց իներորդ։ Ով է Վասկո դա Գաման։ Ժամանակ։ Պատասխան։ Չունեմ։ Վերջի 10-րդ հարցը։ Որ երկրում է Վեզուվ հրաբուխը։ Ժամանակ։ Պատասխան։ Չունեմ։ Գեցես Մոնիկա։ Իսկ այժմ լսեք ճիշտ պատասխանները։ Հարց առաջին։
Ինչպես է կոչվում ճանապարհների հատման վայրը։ Պատասխան. Խաչմերուկ։ Որ երկրում է հայտնագործվել թղթի պատրաստման եղանակը։ Պատասխան. Չինաստան։ Հարց 3. Քանի հոդակապ ունի հայերենը։ Պատասխան. 1. Հարց 4. Որ միջատն է լսում ոտքերով։ Պատասխան. Ծղրիդը։ Հարց 5. Որ մայրցամաքի ափերն են փողում բոլոր 4 օվկիանոսները։ Պատասխան. Եվրասիա։ Հարց 6. Քանի հոլով ունի գոյականը։ Պատասխան. 7. Հարց 7. Հայկական որ քաղաքն է նախկինում կոչվել Ալեքսանդրապոլ։ Պատասխան. Գյումրի։ Հարց 8. Ով էր հին հունական դիցարանի գլխավոր աստվածը։ Պատասխան. Զևս։ Հարց 9. Ով է Վասկո դա Գաման։ Պատասխան. Պորտուգալացի ծովագնաց։ Եվ վերջին 10-րդ հարցը, որ երկրում է վեզու հրաբուխը։ Պատասխան. Իտալիա։ Կեցես, ես հիացած եմ, սակայն դու չես կարող ստանալ գլխավոր մրցանակը։ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Շնորհակալություն Ռոբոբում, ես շատ նոր բաներ իմացա, հուսով եմ, որ մյուս անգամ մասնակցեմ, անպայման կհաղթեմ։ Ես գիտեմ, ես վստահ եմ։ Դիչ իմ թանկագի բարեկամ, քեզ մոտ ստացվեց, հաղթեցինք Ռոբոբումին։ Ոչ, ես պատասխանեցի ընդամենը 6 հարցին։ Ախր պետք է ճիշտ որ մեկը հաղթի Ռոբոբումին։ Խնդրում եմ խոստացիր պարոն Բումին, որ անպայման շատ գրքեր ես կարդալու։ Այո, բնականաբար։ Շատ նոր բաներ ես սովորելու։ Բնականաբար։ Ոչինչ, դու դեռ կտեսնես իմ շատ սիրելի փոքրիկների մտքի փայլատակումը, կտեսնես իմ աղբյուրի մասությունների տեսասապայլությունը ինձ ամենակամծիկը։ Ոչինչ, հանգարց չվհատվես, ես հուսամ, որ հաջորդ անգամ անպայման կհաղթենք Ռոբոբումին։ Բայց ես քեզ համար ունեմ անակնկալ։ Ասել ինչ անակնկալ։ Անվճար այցելության տոմս Էքզոտարիում։ Սա քեզ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Անվճար այցելության կտրոն Կոնոս մանկապատանեկան զարգացման կենտրոն։ Սա քեզ։ Շնորհակալություն։ Եվ նվեր Վավա մանկական գեղեցկության սրահի կողմից քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն քեզ իմ շատ սիրելի հակակին բարեկամ։ Եկ մեր ողջունի խոսքը հղենք հեռուստադիտող բարեկամներին եւ նրանց հրաժեշտ տակ։ Ինչ կմաղթես հեռուստադիտողներին։ Մեր փոքրիկ հեռուստադիտողներին կմաղթեմ, որպեսզի նրանք կարդան շատ գրքեր, որպեսզի ավելի զարգանան։ Շատ լավ էր, ասա շնորհակալություն, դե ինչ մեր ժամանակը լրացավ։ Ոչինչ, պարոն Ռոբոբում, դեռ կտեսնենք, թե ով է հաղթելու։ Բաբա, բեբե, բում։ Իսկ ես ինչու մնացի։ Բաբա, բեբե, բում։